Ոսկին նորից ու նոր համաշխարհային ռեկորդ սահմանեց։ Մեկ ունցիայի դիմաց $5,500-ից ավելի։ Այսօր Հայաստանում 1 գրամը 60,000 դրամից ավելի արժե։ Եվ դա զարմացնում է ու մտահոգում հայաստանցիներին։ Նկարվել չի ուզում, բայց խոսում է ոսկի վաճառող մի տղամարդ։ Ինքը արդեն անհասանելի է դարել մարդկանց համար, բնական է առևտուրն էլ ընկել է։ Մենք արդեն կատակ ենք անում, պետքա տուն ծախեք, որ չերվոնի կալսո առնենք։ Ոսկու թանկությունն իհարկե նաև պոտենցիալ գնորդների սրտով չէ։ Շատ է թանկացել, ահա որ չեմ առել, բայց ոչ էլ կարամ առեմ, որովհետև ահա որ գներ են դառել, արդեն բարձրացել է 175։ Բայց իհարկե հաճելի չի, որ թանկանում է։ Չեմ բախվել, անկեղծ ասած, ինչ ունեմ ինձ բավականացնում։ Բայց վատա որ թանկացել է իհարկե։ Միայն այս տարի ոսկու գինը 27%-ով է բարձրացել, բայց ինչու է թանկացել, առանց այն էլ թանկարժեք այս մետաղը։ Պատճառն աշխարհաքաղաքական է։ Խառը ժամանակներ, առևտրային պատերազմներ, անկայուն իրավիճակ, ներդրողներ, ովքեր ուզում են ունեցվածքն ապահով մի բանով, օրինակ ոսկով պահել, եւ տարբեր երկրների կենտրոնական բանկեր, որ կրկին նույնն են ուզում։ Կարճ ասած, անկայունության պայմաններում փող ունեցողները դոլարը ոսկի են սարքում, դոլարն ընկնում է, ոսկին բարձրանում, իսկ փորձագետները կանխատեսում, ոսկու գինը կշարունակի աճել։ Եվ միայն ոսկին չէ, արծաթն է ռեկորդներ սահմանել, այն արդեն գրանցել է բոլոր ժամանակների ամենաբարձր գինը՝ $120։ Սրան էլ նպաստում են ոսկուց էժան, բայց կայուն այլընտրանք փնտրողները, ինչպես նաև մատակարարման պակասն ու ակտիվ գնումները։